Բարևներ հետևորդներ ջան, ո՞նց եք։ Կոֆե խմողներ հավաքվեք։ Կարելի ասել առավոտ շուտ մեր սիրած պահերից մեկն է, որ լվացվում ես, անցնում ես խոհանոց, մեկ բաժակ կոֆեի հետևից։ Առավոտ շուտ ամենահամեղ կոֆեն է, որ հավեսին խմում ես, քանի դեռ տանը բոլորը քնած են, վայելեմ այդ խաղաղությունը, լռությունը, լսեմ աքաղաղի կանչը ու անցնեմ իմ հետագա գործերին։ Դե օրը թող բարի բացվի բոլորի համար, բարին եմ ձեզ, լավ եղեք, գործերին հաջողություն, անփորձանք, ամենակարևորը Աստծո օրհնությունը լինի բոլորիդ ընտանիքներում, Աստծո ձեռքը բոլորիդ գլխին թող լինի, Աստված է մեզ փրկում ամեն մի բարդությունից, դժվարությունից, ճիշտ է փորձություններ լինում են մեր կյանքում, դա էլ ստուգում է մարդու կամքի ուժը, հաղթահարելու ուժը, չեմ կարի ասել, եւ մի բան գիտեմ, ինչ որ գրած է մարդու ճակատին, ճակատագիր, չէ, այն էլ կլինի, կամ մի ասացվածք էլ կա, չէ, ասում են թախտից փախնես, բախտից ոչ ես փախնի, իզուր չէ եկել այս խոսքերը հետևորդներ ջան, իզուր չէ եկել, սա մի հատ ես առանձին խմեմ, հետո Աշոտի հետ էլ կխմեմ, լույսը բացվում է հետևորդներ ջան, նույն բաները, նույն գործերը սկսվում է ամեն օր, եւ մեր կյանքի այդ որպեսզի տարբերություն, զանազանություն մտցնենք մեր կյանքի մեջ, մեր ձեռքն է, մենք կարող ենք որոշել, ուր գնալ, ինչ անել, ոնց անել, ինչ գեղեցիկ վայր գնալ, պարտադիր չի, ես էլի եմ ասել, որ սենց ճոխ ուտելիքներ վերցնես, գնաս բնության գրկում, հետո նկարես ցույց տաս, վայ, ես ենք կերել, ես խորոված արեցինք, բնության մեջ կարելի է հանգիստ վայելել մի կտոր հաց ու պանիրը, պամիդորի հետ, մի բաժակ սուրճ խմել, այնպես որ այս պատոհան այսպես անենք, որ մեզ չխանգարի ու նստեմ վայելեմ իմ կոֆեն։ Հետևորդներ ջան, դեք ինչ քոն ժամանակ ուղիղ եթերով չեմ միացել, ձեր մի հետևորդուի գրել էր ինչու ուղիղ եթերով չես միանում, դե ուղիղ եթերով մեկնաբանություններ շատ գրում եք, չեմ հասցնում կարդալ, չնայած գիտեք ինչու չեմ միանում ուղիղ եթերով, որովհետև արդեն իմ համարը գրեթե հասանելի է բոլորիդ, ովքեր ինձ հարց ու պատասխան հարցեր ունեն, գրում են Facebook-ով, Instagram-ով, նազելի նազ է Facebook-ով, մեկ Facebook-ով, որ հայտարարություն եմ տեղադրում, գրում են, ահա, գրում ենք չի պատասխանում, բայց ես բոլորին պատասխանում եմ անձնական նամակով, մարդիկ կան, որ պետք է հենց հասցեն գրեն հեռախոսահամարը եւ դա մի քիչ սիրուն չի, որ բոլորը տեսնեն։ Դրա համար ես անձնական նամակով եմ պատասխանում, այսինքն Messenger-ով եւ ոմանց համար էլ դա թվում է իմ կողմից անշնորհքություն է, ես չեմ գրել եմ ու չեմ պատասխանում, որ տվյալ մարդը, եթե ուզում է ինչ-որ մի բան առնել, իր հասցեն անձնական տվյալները հրապարակի բոլորը տեսնեն, դա մի քիչ այն չի, չէր որ մեկնաբանություններում տեսնում եմ ինչ-որ մեկը մի բան է գրում, տենց սրտիս մոտ էի ընդունում, վատ էի զգում, բայց հիմա ոչ, մի քանի օր առաջ վլոգի տակ, երբ որ Նարինեն եկավ ճաշ պատրաստեց, մեկը գրել է, մի կին գրել է, վերջապես այդ ընտանիքը մի կուշտ հաց կերավ։ Ես զարմանում եմ այդ կնոջ գաղափարի, ուղեղի, մտածելակերպի վրա։ Բոլորդ էլ տեսնում եք մեր տանը ինչքան լիություն է, ինչքան եմ ես անում, ստեղծում, դաշտերից բերում, մշակում, լիություն, ամեն ինչը լիություն, սարքում եմ, ուտում են, այնքան էլ իմ երեխաները տենց ասած ուտող չեն, ամեն բան չեն ուտում, բայց ամեն ինչ էլ կա Աստծուն փառք ու այդ կինը
իր նախանձությունը, չկամությունը ինչպես է արտահայտել։ Այսօր ուտելով չի որոշվում մարդու լավ լինելը, վատ լինելը, լավ ապրելը կամ խելացի լինելը, միգուցե դուք այնքան եք կերել, գիրացել, դարձել եք մի, տես չգիտեմ, հսկա։ Սիրուն չի էլի, հետևորդներ ջան, սիրուն չի նայվում։ Բոլորիս տանն էլ Աստծուն փառք, ամեն ինչ էլ կա, աշխատում ենք, ստեղծում ենք, անկուշ չենք, աչկածակ չենք, ուղղակի մարդկանց չարությունը արտահայտելու, սևորելու ձևն է էլի, վերջապես այդ ընտանիքը մի կուշտ փորով հաց կերավ, մի տենց բան ա գրել, չգիտեմ, չնայած հեսա կհայտնվի սև ցուցակում, որովհետև տեսնում եմ նրա գրած մեկնաբանություններում ոչ մի տենց լավ բան չկա, նա հենց մտել է իմ ալիք, որ միայն ամեն ինչի մեջ վատը տեսնի ու մի ինչ-որ վատ բան գրի, ինձ ցավեցնի, ասեմ ուզում եք մնացեք ալիքում, ուզում եք ես ձեզ սև ցուցակից կգցեմ ցուցակ, դուք կհեռանաք, նման մարդիկ իմ էջում տեղ չունեն, շատերին այդպես եմ արել, ես չեմ սիրում նախանձ մարդկանց, ես ներկայացնում եմ իմ առօրյան, իմ օրը, իմ ունեցվածքով, սա ունեմ, սա եմ ցույց տալի, եթե խմում եմ ես այս բաժակով սուրճ, սա իմ սուրճի բաժակն է, պետք չի գնամ ոսկեզօծ, ես իմ ինչ բաժակ բերեմ, խմեմ, որ բոլորը տեսնեն, կամ ունեմ այդ կաթսան, կամ ունեմ այդ կահույքը, այդ եմ ցույց տալիս, ես ոչ ոքի զարմացնելու ոչ մի բան չունեմ, մի որ ուրիշին ցույց տա, ես սա ունեմ, ես սենց, ես նման մարդկանց չեմ հարգում, ունեմ սա կօգտագործեմ, պարտքով չեմ վերցնի, վարկով չեմ վերցնի, բայց հոխիղճս հանգիստ կլինի, չեմ ուզում զարմացնել։ Մեկ ասում են ինչու դու չես գնում մի հատ երկիր հանգստանաս, բոլոր բլոգերները գնում են, տարբեր երկրներ, ռեստորաններ, սենց, ինչու չես գնում ան գալիս, չեմ ուզում, չեմ գնում։ Ինչ իմանաք նրանք գնում են, հետո ինչ է լինում, ֆինանսական առումով եմ ասում, ես չեմ գնում, հետևորդներ ջան, այնպես չի, որ չեմ կարող գնալ, Աստծուն փառք, բոլորս էլ այսօր կարող ենք գնալ ինչ-որ մի երկիր, ման գալ, շրջագայել, ուրախանալ, մեր ժամանակը լավ անցկացնել ու գալ, ես չեմ ուզում գնալ, ինչ-որ ցույց տամ հետևորդներին, որ ես գնացի խոսքի Եգիպտոս կամ Մոսկվա, Այ Մոսկվա, Մարինե Թարվերդյանը մի շատ հիանալի անձնավորություն, մի շատ հիանալի կին, ինչ շատ է կանչում, ոչ թե միայն ինքը, այլ իրենց ընտանիքով շատ կանչում են, հրավիրում են, այնքան լավ մարդիկ են հետևորդներ ջան, տեսեք մոտ է, չէ, բայց էլի չեմ գնում, ոչ թե չեմ ուզում շփվել նրանց հետ, չգիտեմ, չեմ ուզում իմ երկրից բացակայել, այդեպ նրանք էլ ասել են, որ YouTube-յան ալիք ունեն, Մարինե Թարվերդյան, հիանալի ընտանիք, հետևորդներ, ում ասել է միացել դիտում է, ասում են, ես ինչ լավ ընտանիք են, հողամասը մշակում են, դե այնտեղի հողերը, դե գիտեք, բերի առատ, մի հատ գեղեցիկ այգի ունեն, բերքը առատ, իմ հողամասը ինչ է, զրո է նրանց հողամասի դեմ, կմտնեք կնայեք, ովքեր բաժանորդագրված չեն, խնդրում եմ բաժանորդագրվեք, Մարինե Թարվերդյան, նայեք, ինքան են կանչում մարդիկ հյուր, բայց չեմ գնում, մարդկա հան կհլնի, կգնա, որ տեսնեն ինքը թռավ խոսքի հետ ինչ երկիրը, ես չեմ ուզում, ես այսպիսին եմ, ոնց կամ, Ելնեմ արդեն անցնեմ իմ սովորական գործերին։ Գնացի պոչտա պատվերների առաքում, հաց առագնումներ, հիմա էլ ուտելու բան եմ սարքում, դտմիկ եմ տապակում, Լիլիթի սիրած բանն է,
Վայ։ Այսօր առանց ասի Լիլիթն է գնացել էր հավերին կերտար գալ։ Լավ ես, ինչպես ես։ Այս ինչ լավ բան է սա։ Դթմիկ։ Բա որ լավ բան է, ոչ չես ուտի։ Չեմ անում։ Ձու, հաց մեղր կարակ։ Համա հաց մեղր կարակ ո՞վ է տեսարան։ Ժարիտ կանեմ, էսի սպասի Լիլիթի համար անեմ, ձեզ էլ ժարիտ կանեմ։ Մենյուն թեժացավ։ Սա թող տապակվի, մերի համար էլ ժարիտ։ Չգիտեի, որ գալու էր։ Լուրումուշ, մոտ, հե, որտեղ էր, որ ասում են տեղը դրեք, դրի համար եմ ասում տեղը դրեք, տղա ջան, ամեն մեկիդ համար առանձին պապկա էլ արեցի, ձեր թուղթ թամասան հակորցնում եք, դրա համար վերցնում եք, բերեք դրեք տեղը, լավա գտար, ուրեմ, առանձին եմ սարքել ամեն մեկից փաստաթղթերը ու վրան անունը գրել եմ, որ ամբողջը միասին չլցնեմ, քանդեմ, հեշտ ձև է, առանձին տենց պապկայի մեջ ամեն մեկից անձնագիր է, թղթեր է, դիպլոմ է, մի խոսքով չգիտեմ, ինչ է, տենց շատ հեշտ է, բայց դե Աշոտը կորցրել էր, վերցրել էր, ուր էր դրեմ, անեկավ գտավ։ Հեշտ տարբերակն էլ կա չեն անում։ Մերի հոգնած հերթապահությունից է դուրս եկել ու եկել է տուն, ողջ գիշեր դե պատկերացրեք, չի քնել, օդանավակայանում աշխատում են լարված, բժ, աղմուկ, աղաղակ, պատասխանատու գործ, ուշադիր պետք է լինես, բայց դե, այո, գիտեմ, կասեք նար ջան, բոլոր գործերն էլ դժվար է ու պատասխանատու։ Հետևորդներ կրկին ու կրկին բարևներ, այսօրվա հանդերձանքս լրիվ ուրիշ է։ Բրենդային կալոտ է։ Այո, հիմա կասեք ինչու ես այսպես հագնվել սապոգներով, շիշ, այս նույն հանդերձանքով ես գնում եմ նաև մասուր հավաքելու, բայց այս անգամ գնում եմ մոշ հավաքեմ, մոշն էլ հավաքում եմ, ոչ կամպոտն ենք սիրում, ոչ մուրաբան, հատուկ բերում եմ գինի մաճար սարքելու համար, այն վերևները մեր հողամասի կողմերը շատ կան, չորացած, տենց կիսա չորանալ, բայց դա չի խանգարում, որ ես իրենից գինի ստանամ, ավելի լավ, ավելի քաղցրացել է, համը յուրահատուկ է դարձել, եղանակը հով է, այնա անձրև է կատկթում, ամպերը գոռում են, բայց ես իմ արածը անում եմ, իհարկե նաև շոր եմ բերել վերնաշապիկ, որ հագնեմ, թևերս չծակծկի, գիտեք մոշ քաղելը, մասուրի պես, ահա որա, հիմա ես իմ վերնաշապիկն էլ հագնեմ, հիմա հանեմ հագնեմ, Աշոտը կխնդա, հետևորդներ, հենց հանեցի Աշոտը ծիծաղաց, էսի հովա, բամբակյա է, ամել պապայիտ վերով էլ չի լինում, պիտի հագնեմ, կապեմ,
Պատկերացրու ին վրով չի լում, ուրմ դրած պապայի տելու։ Այս սենց եմ անելու։ Փորդ կապի, Հա, սենց, տես պատկերացում ես Աշոտին վրա չի գալի։ պապայի վրա վաղ չի գա։ Ենքան որ թևերս պաշտպանեմ։ Ասա ինչ է, օ, այդքան նիհար է եղե։ Այդքան նրա եղա։ Եղե, բայց պատկերացրու ին վրով չի գալի։ Չի լում։ Ես էլ սենց սիրուն կծալեմ, կարևորը հովա, ենքան մտածեցի ինչ, վերնաշապիկ տանեմ, ինչ անեմ, Դիմեցի պապայի օծի։ հա, էսի ինգավ ձերիս տակ հնությունները բացեցի, բայց թե ասեք, որ լուքս սիրուն է, հլե, Ոտից գնու։ Այդ մա դաշտերը փոզի։ փոզի, կոնի եսի սենց անեմ, Վեդրոյի հետ բռնում ա, չէ, ահա, և այստեղից ես, այս մասից ես, այս մասս ինչ էլ է, այս մասից ես Աշոտին ասում եմ ստեսություն, մաման կգա, յա չէ, գնամ մոշ հավաքեմ, Աշոտն էլ իրա գործին, Աշոտի գործը որն է, գնաց, Աշոտ զանգեմ պատասխանես, Աշոտն էլ իրա գործին, ես էլ իմ գործին հետևորդներ, գնամ հով ամուր շավակեմ, մենակ էլ գնում եմ գլուխս կախեմ, ծենց բարձրանամ վերև, հլի ամպերը մի նայեք ոնց են կուտակվել, այս դե հո տունը մնալուց լավ է, տունը մնացի ձանձրացա, հետևորդներ ջան, պիտի շուտ գայ, մտածեցի Աշոտը գա տեղ էր գնացել, նոր Աշոտի հետ գնամ, այն էլ ինքն էլ իրա գործին, ես էլ իմ գործին, թող մի քիչ իրա այդ զբաղմունքով զբաղվի, ես էլ հլնեմ իմ գործերով, ասեմ, որ մոշի մաճար, գինի, ովքեր են խմել, կհաստատեն, որ շատ համով է, մաճարը մանավանդ հետևորդներ ջան, յուրահատուկ համուն են, որ կեն լեզու ծակծկումա, կծվծումա, քաղցրը, այդ կծումի խոսքով յուրահատուկ համ է, նույնն էլ կարելի ասել բալի մաճարի, բալի գինի, չէ որ ասեմ բերում եմ կամպոտ անեմ կամ մուրաբա սուտ կլինի, որովհետև չենք սիրում, չենք ուտում, անցած տարի մի երկու բանկա մոշի կամպոտ է յարել, բացեցի, մենակ ես խմեցի, են էլ դե ես սիրում եմ կամպոտները, չնայած մոշինը այնքան էլ չեմ սիրում եմ, որ խմեցի, հա, խմեցի խմելու համար, սիրելով չխմեցի, էլի, կատկթում անձրևը, յա հեղեղ կլինի, այլ չգիտեմ ինչ, ենա միշտ էլ է տենց է, հենց ես ճանապարհն ենք հասնում, արևը դուրս է գալի, շոգ է լինում, մեկնաբանություններում գրված էր, որ մի քիչ էլ լավ տեղեր գնա, ուրիշ տեղեր գնա, գնումներն արա նկարի, Իսա լավ տեղեր է, էլի, սրանից լավ տեղեր, հետևորդներ ջան, իմ առօրյան եմ ես ներկայացնում, առօրյայիս, իմ առօրյայի մեջ գրկված է սա, էլ նոր ամեն օրը, ամեն օր նույն ճանապարհը, այսօր լրիվ թարսը, են որ ջուրել չեմ բերել, ջուրը չբերեցի, կանգնեմ ստե, շոգն էլ ընգավ, բա, դիմի 2 ժամ առաջ պիտի գայ, և ընդմիջում եմ անում, ու ցույց եմ տալիս ձեզ աստղած աղիկը հետևորդներ ջան, սա հիմնականը այսպես են ուտում, թարմե վիճակով ուտում են կոկորտի այդ զոբի համար է շատ լավ, այդ ոչ մարդիկ շնչահեղձ են լինում, զոբին մանավանդ, դուք ամեն առավոտ կարող եք ծամել մեկ աստղածաղիկ, հիմա էլ ուտեք էլի, խոսքի կեսօրին էլ ուտեք հաստատ վնաս չի, բայց
որպես իրեն տենց ավելի ազդեցությունը լավ լինի, առավոտ շուտ կարող եք ուտել։ Ու ասեմ, նայեք, ծամում եմ, ինքը հետաքրքիր համ ունի, ու ծամելուց հետո ես իր ազդեցությունը զգում եմ, կոկորդիս այդ հատվածում ինքը սկսում է մի ուրիշ տեսակի սենց մխմխալ, ազդել, մի խոսքով կոկորդի վրա ազդել ու երկար ժամանակ այդ գործողությունը կատարվում է, հետո անցնում է, դա նշանակում է, որ բուժում է, բուժիչ հատկություն ունի, տեսեք ոնց որ ինչ ասեմ, տենց կոկորդումդ մի հատնի, տենց համ զգաս ու տենց թմրի, հա, կոկորդդ, հետաքրքիր է շատ։ Երկար պետք է ծամես, մանրացնես, լավ նոր կուլ տաս։ Այստեղից արդեն անջատեմ, տեսա խցիկը արդեն պարզ է ու շարունակեմ ճանապարհս։ Հետևորդները այսքան մոշ հավաքեցինք, Աշոտն եկավ, գնում ենք հողամաս, այս ջուրը վերեց մի հատ պահի ձեռևս լվանամ։ Էլի ինչ։ Վերջի մնաց, Էս ինչ է էլի։ հողը բարա։ Չէ, լավ աստացնի։ Ոյ։ Շիշը։ Եկան զենք ու զրահներդ։ Ամալ կոֆե խմում ես։ Կոֆե խմում ես։ Կոֆե։ Հեսա դնենք կանչենք։ Բալան շարակելի։ Հեսա։ Ծլել են։ Մի հատ էլ որ ջրենք լրիվ կծլի։ Ելնել հեշտ բան չի մոշ հավաքելը, ծակծկվում ես, ճղվում ես, բայց շատ քաղցր մոշ է։ Հենց գնում է վարունգների վրա, թող գնա ջրվի, ես էլ ծախվեր, ես այս պամիդորները հավաքեմ, այդ ծտերը աշկիս, ես տարի պամիդոր չեն թողի, թողում են կարմրում է, իրանց բաժինն է դառնում, ես ինչ կենթանի էին, ես ինչ էր, հա, հետաքրքիր լավ այլ փոքր վեդրոյով եկել են պամիդոր են հավաքում, վեդրոն լցվեց։ Հələ ես մի զոլը չհելած, վեդրոս լցվեց, մեծը վերցնեմ, կտանեմ տոմատ կանեմ։ Լիքն է, հավաքեմ ծտերը չտանեն։ Հիմա ես կոֆե դնեմ, թե ինչ անեմ, պարզապտի կոֆե դնեմ, ամալին էլ կանչեմ, մի հատ հավեսին կոֆե խմեմ։
Էլի մոռացանք հետևորդներ մոռացանք, որ բերեինք գազի այդ փոքր բալոններից։ Թե մոռացանք, հեսա կկպցնեմ Սնազո ջան։ Կիմանես, ճիշտն ասած այսօր, որ ճիշտն ասեմ, չէի մտադրվել գայի հողամաս ասին, մոշ կհավաքենք։ Հավաքելով եկանք հասանք հողամասի տարածքները, դեպտի պարզա գայինք, հենա ջուր ենք անում, ահակին պամիդոր կա, այդի հավաքեմ, աշոթը թոջրի, եսը կոֆե տնեմ, ող պուշա մտեմ ոտս, վարի ոտերս, ես սապոկներս էլ արդեն ճղվե, քանի տարվա դաշտի սապոկը, այս գարունը էլ դրանք չեմ հակնի, նորը կհակնի, որ մի լուցկյով հաշկով չտամ կպա ոնց էր, ես ինչեր երեք ենքան չարվեցինք, որովհետև ցախերի դասավորությունը այն չէր։ Այսի գնանք այստեղ, որ անձրևային է, էլի չթրջվի, վայ, հա? Մենն էլ ախոնա, բայց դե եկել ենք, ջրենք։ Վաղնել ես գալու։ Նստիտ է, տեղը փոխել ենք, դիրընդ է, տեղը փոխել ենք, նստիտ է, թաղիր մոշ, այնքան են գալի, լսի, գրոհած, ոնե մենք մեր տարածքներից հասցնենք քաղենք, տանում եմ գինի սարքեմ, հա, մենք կամպոտը չենք խմում, լսի, հա, կամպոտը չենք խմում, հա, բերել ես, լսի, մոշ ոչ եմ ուրաբան, բայց գինի խմում ենք, սիրում ենք գինի։ Չորս խատ եմ, պակի երեկ բան եմ արել, մեկ սոք սարքին պրիմ սարնարը, զոր եթակյա խմում։ Մերն էլ կոլիքը, բայց սենց կցել ա գլուխները, խոտերը չանեմ, չէ, պետ չի, այս սենց գլուխ ա, կցել ա ձերը, ստուգել ես, Հալին աշխոտ է, հալներ է, ճաքեն լեսիս այս ճաքել ա երևում ա, այսքան սենց կա, իմն եմ կհայնեն չէ, ռիս չեմ ամ խոտերը հանեմ, սխալ ա, չէ հանելը, հա, հանեմ կաղա բան ելնի, թուլանա, չորանա, չէ, իմն է, որ բենես չրեմ, կարդեր կախի տակ է, չէ, կցել ա, լավ էլ կա մեծ, Ըստայ որ մեծ է դու հավասում լավ է, դեր միշտ կցավեր, էտ էլը տենց է լավ, հա, հա,
Էր վարունգ էի ցանը, աման։ Ծլելա, մի հատ է հենա ջրի արդեն կլնի։ Վարունգ 3 զոլ փոզիմ ցանի, մենն էլ հեսա քանդեմ։ Մեկա չորացա, ոչ էլ նմա, ոչ էլ են։ Լավ կերանք, ծախին, մարինատ արինք։ Մարինատն արիմ, ծախին, կերանք։ Են էլ քանդեմ, թազա անեմ, թո աշնանը կհասցնի, չէ՞։ Ահա, էսի է լավ, բայց տոքո։ Իմն էլա չորացավ, չէ մամ, թե ինչի թարսվավ, չէ լավ։ Ասեն չորացի չէ, բայց սա փուչիկ բիբար քիչ, երկարծս կծու բիբարները։ Թարսվավ, ոչ մի բանը չէ լավ։ Ոյ, տոք խմենք։ Դեկտեմբերին է ոտով ճարդի, որ չնես։ Նայ, որը մնում անտիր, շուտ խաղում ես չիլում։ Ահա, բլավ ինչ անենք ես տարի էլ էդ թրջունը, քիչ էր, բանը։ Այն աշոտի պամիդորն է, ինչ կվոյ տանել բանքոր կերին։ Հա կերել է, երեք 10 հատ կցեցի, 10 հատ, հիմա սեց քալ տանես, բացգույն, ինչ անես։ Նայ, ըհը, նայ, սաղ կեր է։ Այն ես եմ նեսը մի կանղատ անես ոտը։ Ըհը, նայ։ Էդ էլ թազա, անցած տարի տես բան չկար է, անցած տարի գար։ Հələ նայ դրանք էլ ա կերած։ Հա։ Գոնե դնեմ տունը մի քիչ կարմրի աղամ անեմ տոմատ։ Հեսա գգամ։ Նույնն ես տե, որը կաղեմ։ Ստաղ ծակ է։ Ծիծակի սորտը մեր վրետը, բայց չգիտեմ ինչ էր, է որ դունն է իր է տեղին։ Հա։ Ադրանից էր ես երկու քոլ որտը վիտարամ տնջի։ Հա։ Այն ինչկը։ Հույս չկա այս տարի պամիդորից։ Այն ներքևներն է կա, տանում են։ Հələ էլի են դրանք սաղ ծակած են, որ ասիր ինչի չքաղեր։ Իմը չէ, որ կալխաների կերավ, Էլ չէ լավ։ հան ես կանի բոյ է։ Հա։ Այս տարի էլ այդպես եղավ, հա։ Հա։ Այս տարի անհաջող է բերքը։ Բամյա չի չորնում, չորնում։ Բամյանն միշտ էլ չի չորած, բամյա։ Հե? Էմյանն է յար է։ Լոբի էլ գնամ հավաքեմ։ Հոտիկավոր լոբի տոնենք, սորքենք, ուտենք։ Ինչիշ լավն է։ Ամենահամով էդ հատիկավորն է։ Սենց մի փեշխարը քաղել եմ, էլ կաբաշկա, էլ պամիդոր, էլ լոբի ու մոշերի մոտ գնացի, հետևորդներ ջան, մեկ էլ մոշի ճութը բարձրացրեցի, տեսնեմ փոքրիկ գյուրզայի ձակը փաթաթվել է վրան։ Աշոտը մինչև եկավ, այդ արարածը փախավ։ Լավ մարինատ արեցի, այսպես քիչ հավաքեցի, հլը այն կողմերը չեն ֆռացել։
Բա տենում եք, չէ, ամեն ուրեք վտանգը կա։ Պիտի զգուշ լինես, զգուշ։ Մարդ միամիտ չտենար, են հասած մոշերին մատը տաներ քաղեր ու գյորզան խփեր, կապ չունի ձակա, ինչա, թույնը, ուծնել օծա։ Իսկական մարինատի լոլիկ, այս տարի գրել եք նազ բերքըտ քիչ, հա, ճիշտն ասած, որ չեմ նկարում ցուցա, քաղելուց չեմ նկարում, թվում է թե քիչ է, բայց դե քիչ չի, լավ է, այդ թռչուններն են համը հանում, քաղես? Դրա համար ձեռը տանելուց լավ անա, ես սովորություն ունեմ էլի, որ մի բան ուզում եմ քաղեմ, ձեռս պիտի տանելուց առաջ մի հատ նայեմ, տենամ ինչա կատարում այդտեղ, ինչ լովն են, չէ, հա, բա, տենց հա, սաղ մտանք մոշի տեղը ահավոր փշեր բան, օծ չտեսանք հետևորդներ, եկանք մեր բաղչում, գյորզա տեսանք, չէ, հա ինչ հասնի ձմերուկը, չի հասե, արի ես մոշերը, արի քաղի, արի, բա այս ենց բարցասրի մեկ է տենամ, օպուշը փոթոթվե վրեն, ես աստեղ եկել էր մոշի գյորզա, Հարաստախ ախնում ուրի մոշա, եկել ես ես սրանց ես եկել մեծերը տանի, Ես տալիս եմ իրան, ինքը տալիս է ինձ հին այնտեղ է կա, Տավիր ձեռս բա ոնց քաղեն ոնց ուզում ես քաղի, Ուրա մեր բեդրում գյորզայի բերնից պրտանցրինք, չլ մոշեր են, դեր լծնանք, Այսօր ավարտեցինք, գնանք տուն, տենանք մերին ու լիլիթը ինչ են անում, մալ գնանք տան գործեր, ինչ սարքենք, ինչ անենք, գնանք տուն։